Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի։ Մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներն են եւ մեկ այլ խումբ մարդիկ անկարողներ են ուղղակի, որոնք եկել են այս արկա խնդիրները, կուտակված խնդիրները իբր թե լուծելու, բայց դրանք ավելի են անընդհատ խորացնում։ Եվ ստացվել է այնպես, որ մեր երկրում արկա է փակ համակարգ, փակ շղթա։ Քաղաքական համակարգը երկու թևեր ունի։ Ամբողջությամբ մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը նախկին նախագահների համակարգը, նախկին նախագահները։ Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից, եւ այս երկու համակարգերը իրար ուժեղացնում են։ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության, նախկին նախագահների ատելության վրա, նրանց ժամանակ թույլ տված սխալներից ելնելով, ու հիմա էլ երկիրը պահում է ատելության ու թշնամանքի այս փակ շղթայի մեջ։ Եվ այս փակ շղթան նաև այնպես է ստացվել, որ այս երկու համակարգերը, նախկին նախագահները եւ Նիկոլ Փաշինյանը, առանց իրար գոյություն ունենալ պարզապես չեն կարող։ Եվ այսպես երկիրը մշտապես մնացել է անցյալում։ Այս ամենի արդյունքում նաև անգամ ինչ է ստացվում, անգամ ամենաաբսուրդային բաները, որոնք մեր երկրի անվտանգության, մարտահրավերների տեսանկյունից ուղղակի կործանարար են։ Մի մասը մեզ ծիրանով տանում է դեպի Բելարուս, մի մասը մեզ ուզում է Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայետ, որպեսզի օտարները մեզ կարողանան թելադրել, թե մենք ինչ անենք։ Այս համակարգի պատճառն է, որ նախկին նախագահների եւ Փաշինյանի վերածվել է այն աստիճան, այնպիսի դրսևորումներ է ստացել, որ օրինակ մի կողմից հայտարարվում է, որ պատերազմը հրահրել է Փաշինյանը, ինչը թեկուզ մենք որքան էլ իմանանք, որ դա իրականություն է, բայց այդպիսի բան ինչպես կարելի է հայտարարել, որտեղ դա Հայաստանը բոլորովին այլ կերպ է ներկայացնում։ Մյուս կողմից էլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի զինվորները ինչու են ծառայում Հայաստանից դուրս։ Սա էլ նույնպես էլի երկու հայտարարություններն էլ մեր պետական շահերին հակասող հայտարարություններ են։ Իսկ իրականությունը հետևյալն է, ստացվել է, որ մենք ունենք 60-ից 70% մեր քաղաքացիներ, որոնք պարզապես չեն մասնակցում որոշումների կայացմանը, քաղաքական որոշումների կարևորագույն որոշումների կայացմանը մեր երկրում։ Այսինքն, նրանք ինչ է արված։ Այս համակարգի արդյունքում քաղաքական համակարգի, որը ձախողված է, մարդիկ պարզապես հուսահատության մեջ են հայտնվել եւ ընդհանրապես չեն գրում ընտրություններին։ Սրանից է հենց նաև գալիս։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ ես հավակնում եմ դառնալ նրանց ձայնը։ Եվ ուզում եմ նաև դիմել մեր քաղաքացիներին, որ մենք եկել ենք ասելու, որ մենք դառնալու ենք ձեր ձայնը։ Եվ մենք բոլորով միասին կտրելու ենք, ճեղքելու ենք այս համակարգը, որը իմ համոզմամբ առնվազն վերջին 5 տարիները, եթե ոչ ավել, ուղղակի թունավորում է մեր քաղաքական համակարգը։